ի հեճուկս թուրքական պետության տարհանման քաղաքականության քրդական տարը դեռ բավականին հավաք կերպով բնակվում է երկրի հարավ-արևելքում, որտեղ կազմում է բնակչության ճնշող մեծամասնությունը։ Սրանց ժամանակին անվանում էին լեռնային թուրքեր, իսկ ես քուրդ եմ նախադասության համար դատում էին որպես հայրենիքի դավաճանի, սակայն քրդերը ևս սովորեցին խաղալ ժողովրդավարության օրենքներով եւ իրենց քաղաքական ներուժն օգտագործեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, փաստացիորեն միահեծան տնօրինելով տասնյակ բնակավայրերի ղեկավար պաշտոններ, օրինակ Կարսում, Իգդիրում, Մուշում, Բայազետում եւ այլուր։ Այստեղ դժվար է այն առումով, որ տնտեսությունը զարգացած չէ, նաև հակամարտություն կա, այս տարածաշրջանում մի քիչ անտեսված ենք, բոլոր ոլորտներում։ Բայազետի քաղաքապետ Քանան Քորքմազի հայկական արմատները ոչ մի նշանակություն չունեն, նա քրդական շարժման առաջամարտիկ է եւ ոչ թե հայկական, այլ քրդական պահանջատիրությունից է խոսում։ Հայերի կոտորածների եւ բռնի տեղահանությունների փաստը քրդերի կողմից օգտագործվում է որպես թուրքական պետությանը դիմահար երեսին շշպռելու գործոն։ Դա է պատճառը, որ հայերի հետ հարաբերությունները ներկայացվում է հարևան բարեկամ Քավոր Սանիկ հարթությունում։ Մտերմությունը այն աստիճանի է եղել, որ հայերի եւ քրդերի մեջ Քավոր Սանիկ հարաբերություններ կային։ Եղել են դեպքեր, որ ասել են՝ սա իմ Քավորն է, սա իմ Սանիկն է, ես նրա վրա ձեռք չեմ բարձրացնի։ Բայց շատ դեպքերում նրանք էլ հրաման չկատարելու շանս ուղղակի չեն ունեցել։ Պետությունը նույն կերպ փորձում էր օգտագործել պահը, որ իրար դեմ հաներ նաև քրդերին ու եզդիներին, ինչպես հայերը չկարողացան պաշտպանվել եւ հեռացել են այստեղից, նույն կերպ էլ եզդիներն են փախել։ Քրդական կուսակցության նոր առաջնորդ Դեմիթաշը ամիսներ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր. թուրքական իշխանությունների անկեղծությանը հավատալու համար անհրաժեշտ է, որ պատմության գրքերում գրվեն հայ ժողովրդի հանդեպ իրականացրած կոտորածների մասին։ Թուրքիայում հայերի հանդեպ թշնամությունը վերացնելու համար ոչ մի միջոց չի ձեռնարկվում, ասել էր քուրդ առաջնորդը։ Արևմտյան խորհրդարանականների ազդեցությամբ քրդական շարժումն անցել է նոր ավելի արդյունավետ մակարդակի։ 2006 թվականին սկիզբ առավ քրդական ըմբոստությունը նոր որակով, քանի որ բախումների ժամանակ հրազեն չէր օգտագործվում։ Ոստիկանների եւ կանոնավոր բանակի դեմ դուրս էին գալիս ոչ թե զինյալները, այլ պատանիներն ու երեխաները քարերով ու շշերով։ Ոչ մի ժամանակ մեր կուսակցությունը համամիջ չի եղել զինված պայքարի գաղափարին։ Մենք կողմ ենք խաղաղ բանակցություններին եւ այդպես պետք է հարթենք մեր տարաձայնությունները, քանի որ կռիվները ոչ մի կողմին ոչ մի լավ բան չեն տա։ Որպես անհատ եւ որպես կուսակցության ներկայացուցիչ ես հայտարարում եմ, որ կողմ եմ մեր խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու գաղափարին։ Այնուամենայնիվ Անկարան ձեռքերը ծալած նստած չէ։ Պետությունը քրդական պայքարը փորձում է իջեցնել ռազմական բախման մակարդակի, որտեղ Անկարան մեծ փորձ ունի, իսկ ահաբեկչական գործողությունների առկայության պարագայում նաև կունենա միջազգային հանրության բարոյական աջակցությունը։ Սա է թուրք-քրդական հակամարտության համառոտ նկարագիրը։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Արևմտյան Հայաստան։